Բարի լույս։ Բազմիցս այս թեմային անդրադարձել ենք, սիրելիներ, եւ այսօր էլ պետք է անդրադառնանք։ Ում ենք մենք պատկանում։ Այս պատկանելիությունը կարևոր է, որովհետեւ սա չի սահմանափակում մեր ազատությունը, այլ ցույց է տալիս, թե մենք ում պատկերն ու նմանությունն ենք կրում, մենք ումով ենք առաջնորդվում եւ որքանով է այն մեր կյանքի մեջ իրագործելու։ Իսկ Տերը բազմաթիվ խոստումներ է տալիս այն մարդուն, ով Տիրոջ պատկերով է առաջնորդում, ով Տիրոջ նմանությամբ է գործում այս կյանքի մեջ։ Եսայի մարգարեության 43-րդ գլխում հետևյալն է գրված. Արդ այսպես է ասում Տեր Աստված, որ արարեց քեզ Հակոբ եւ ստեղծեց քեզ Իսրայել, մի վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թե իմն ես։ Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի։ Եթե կրակի միջով անցնես, չես այրվի, եւ նրա բոցը քեզ չի կիզի, քանզի ես եմ քո Տեր Աստվածը, Իսրայելի Սուրբը, որ պիտի փրկեմ քեզ։ Սիրելիներ, սա Տիրոջ խոսքն է Եսայի մարգարեության միջոցով ուղղված Իսրայելին։ Ինչու՞ չէ այսօր ուղղված յուրաքանչյուր մեկիս։ Մի վախեցիր, որովհետեւ ես փրկեցի քեզ, եւ դու իմն ես։ Ահա սիրելիներ, այն գլխավոր կետերից մեկը մեր կյանքի, որ մենք պիտի միշտ պահենք մեր աչքերի առջև։ Չվախենալ, որովհետև մենք փրկվել ենք Տեր Հիսուս Քրիստոսի արյամբ, եւ հաջորդ կետը, եւ այլևս պատկանում ենք իրեն։ Անշուշտ այն փրկությունը, որի մասին ասացի, դեռ ամբողջական չէ, որովհետև մենք ճանապարհ պետք է անցնենք եւ վերջի վերջո Տերն ինքն է որոշելու, արժանանալու ենք հավիտենական փրկությանը թե ոչ, բայց այսօր ես, դուք, յուրաքանչյուր մեկս, որ մկրտված ենք Սուրբ Ավազանից ծնված որպես հայ առաքելական եկեղեցու զավակներ, մենք ունենք այլևս այդ փրկության նշանը մեր մարմնի վրա, մեր անձերի վրա։ Հետևաբար, սիրելիներ, երբ խոսքը գնա Աստծո հետ լինելու մեր կարևորության մասին, պիտի հասկանանք, որ լինել Աստծո հետ նշանակում է տեսնել այն փրկությունը, որ Տերը տալիս է մեզ, եւ տեսնել այն պատկանելիությունը, որ Տիրոջով ունենք։ Եվ սա մեզ ամրացնում է, ոգի է տալիս եւ իհարկե մղում է պատերազմելու աներևույթ թշնամիների դեմ։ Այլ տարբերակ չկա Աստծո հետ լինելու։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։